Շարլ Ազնավուրը այսօրվա Ֆիգարո օրաթերթում կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին հյուրընկալել եւ ապաստան տալ վտանգի տակ գտնվող Իրաքի եւ Սիրիայի փոքրամասնություններին եւ օգնել նրանց հաստատվելու Ֆրանսիայի որոշ լքված գյուղերում։ Ըստ երկչի այդ ծրագիրը չի պահանջում մեծ ծախսեր, քանի որ համեստ ֆինանսներով կարելի է գնել եւ նրանց տրամադրության տակ դնել իրենց աշխատանքի համար անհրաժեշտ միջոցները, որից հետո վերաբնակեցվածները իրենց աշխատանքով կվերակենդանացնեն այդ գյուղերը, գրել է նա։ Իբրև Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Ազնավուրը դիմել է նման առաջարկությամբ Շվեյցարիայի իշխանություններին, որոնք անմիջապես արձագանքել են։ Ֆրանսիան պետք է անի նույնը հանձնարարելով այս գործը պաշտոնական միանձնավորության եւ այդ որքան հնարավոր է արագ, գրել է Ազնավուրը, հայտնելով իր պատրաստակամությունը անձնապես օգնելու այդ ծրագրին, որը ունի, նշել է նա, ոչ քաղաքական բնույթ։ Կարևոր է զբաղվել արևելքի քրիստոնյաների, քուրդերի, յազիդիների եւ մյուսների ճակատագրով, բայց չպետք է մոռանալ մի քրիստոնյա համայնքի, որը թանկ է իմ սրտին, այսինքն հայերին, նշել է երկիչը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհուրդը կոչ է արել ֆրանսահայերին նեցուկ լինել Ֆրանսիայի քրդական միությանը եւ իր մասնակցությունը բերել այդ միության կողմից օգոստոսի 16-ին կազմակերպվելիք եւ Իրաքի քրդերի եւ յազիդիների կոտրվածները դատապարտող ցույցին։